2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ռազմավարական իրականությունը կտրուկ փոխվեց։ Երկրի անվտանգային համակարգը կանգնեց նախկինում չտեսնված մարտահրավերների առաջ։ Սահմանային լարվածություն, խորացող սպառնալիքներ, դիվանագիտական անորոշություն և պաշտպանության համակարգի վերակառուցման հրատապ պահանջ։ Այս ֆոնին Հայաստանի համար բացվեց մի նոր ուղղություն, որը վերջին 3 տարիների ընթացքում վերածվեց իրապես պատմական գործոնի։ Այդ ուղղությունը Հնդկաստանն է։ Վերջին ամիսներին միջազգային շուկաների ստացված տեղեկությունը և դիվանագիտական շրջանակների գնահատականները ցույց են տալիս, Երևանն ու Նյու Դելհին մոտ են կնքելու պետությունների միջև երբևէ ստորագրված ամենախոշոր ռազմական համաձայնագրերից մեկը։ Խոսքը վերաբերվում է 3,5-ից 4 միլիարդ դոլարի շրջանակում դիտարկվող փոխըմբռնման հուշագրին, որոնք ուղղված են Հայաստանի հակօդային պաշտպանության համակարգի, հրթիռային ուժերի և հրետանու արմատական արդիականացմանը։ Սա ոչ թե սովորական գնում է, այլ ռազմավարական վերաստեղծում, որը կարող է փոխել մեր երկրի պաշտպանական հավասարակշռությունը առաջիկա տարիների ընթացքում։ Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների, քննարկվող համաձայնագրերը չունեն միայն գնումների բնույթ, դրանք նախատեսում են Ակաշ-Էնջի հակօդային պաշտպանության համակարգերի ինտեգրում, համակարգը նոր դասի զենիթահրթիռային համալիր է, երկարացված խոցման շառավղով, ավելի բարձր ճշգրտությամբ, արագ արձագանքման ռեժիմով, ժամանակակից բազմալիկ ռադարներով։ Այս համակարգերը կարող են փոխել Հայաստանի ՀՕՊ-ի կառուցվածքը, տրամադրելով հարկաբաժան պաշտպանություն, ինչն այսօր հատկապես կարևոր է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի և արագազդեցիկ հրթիռային սպառնալիքների աճի պայմաններում։ Երկրորդը Բրահմոս հրթիռների նկատմամբ պահանջարկի աճն է։ Բրահմոսը համարվում է աշխարհի ամենաարագ գործող առկա թեւավոր հրթիռներից մեկը, և այն, որ Հայաստանը հետաքրքրված է դրանց ընդլայնված գնմամբ, արդեն իսկ խոսում է ռազմավարական մտածողության փոփոխության մասին։ Ավելին, քննարկվում է կոմպոնենտների մասամբ տեղական արտադրություն Հայաստանում, ինչը նշանակում է տեխնոլոգիական փոխանցում, տեղական մասնագետների վերապատրաստում, նոր ռազմական արդյունաբերական հնարավորություններ։ Երրորդը Պինակա համակարգերի ճյուղի ընդլայնում։ Պինակա բազմաբաշխիչ համակարգը իր արագությամբ և կրակի բարձր ինտենսիվությամբ համարվում է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության ամենահաջողված արտադրանքներից մեկը։ Հայաստանն արդեն ձեռք է բերել այս համակարգերը, իսկ այժմ բանակցում է մեծածավալ երկրորդ փաթեթի շուրջ։ Վերջին 3 տարիներին Երևանը դարձավ հնդկական սպառազինության ամենաակտիվ գնորդներից մեկը։ Այս ընթացքում ձեռք բերվել են շավիտ ռադարներ, հեռահրետանային համակարգեր, ՀՕՊ-ի տարբեր տարրեր, ներառյալ Ակաշ-ը և մի շարք դասի ՀՄՄ-ներ ու հրթիռային համակարգեր։ Միաժամանակ Հայաստանը և Հնդկաստանը փոխանակել են ռազմական աթեշներ, ինչը իր հերթին բարձրացնում է համագործակցության մակարդակը և ապահովում մշտական կապ ռազմական ինստիտուտների միջև։ Հայաստանն և Հնդկաստանը միայն ռազմական ոլորտում չեն խորացնում փոխգործակցությունը։ Երկրները մասնակցում են նաև եռակողմ աշխատանքային ձևաչափին Հայաստան-Իրան-Հնդկաստան, որի նպատակն է զարգացնել տրանսպորտային միջանցքները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգության նոր ձևաչափերը։ Այս համագործակցությունը Հնդկաստանի համար կարևոր է ռազմավարական ծրագրի շրջանակում, իսկ Հայաստանի համար տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և նոր դաշնակիցների ձևավորման տեսանկյունից։ Ինչ է ստանում Հնդկաստանը և ինչ է ստանում Հայաստանը, ինչու է Հնդկաստանին պետք այս համագործակցությունը։ Ուժեղացնում է իր դիրքերը Կովկասում, նվազեցնում է տարածաշրջանում հակակշիռ չունենալու ռիսկերը, մեծացնում է իր ռազմական արդյունաբերության արտահանումը, հավասարակշռում է Պակիստան-Ադրբեջան ռազմավարական առանցքը։ Ինչ է ստանում Հայաստանը՝ ժամանակակից, տեխնոլոգիական հուսալի սպառազինություն, ՀՕՊ-ի բազմաշերտ նոր համակարգ, հրթիռային ուժերի նոր մակարդակ, ռազմաարդյունաբերության հնարավոր ապագա արտադրություն, նոր դիվանագիտական ու ռազմավարական գործընկերներ։ Հայաստանի անվտանգային համակարգը երկար տարիներ հիմնված էր խորհրդային մոդելի վրա։ Երկաստիճան հոբ, հին ռադարներ, սահմանափակ թվով շարժական միջոցներ։ 2020-ի իրադարձությունները ցույց տվեցին մի շարք խոցելի կողմեր։ Անօդաչուների դեմ պայքարի անբավարարություն, ժամանակակից ճշգրիտ հարվածային միջոցների դեմ պաշտպանական բացեր, տարածքային խորքում հարվածների հայտնաբերման դանդաղություն։ Այս թերությունները պարզապես տեխնիկական խնդիրներ չէին։ Դրանք բուն պաշտպանական համակարգի կառուցվածքային ճեղքերն էին, որոնք անհնար էր փակել փոքր գնումներով։ Հենց այս պատճառով Հայաստանը սկսեց դիտարկել ոչ թե առանձին մոդուլների ձեռքբերում, այլ ամբողջ համակարգի վերակառուցում, ինչի համար Հնդկաստանը դարձավ ամենաօպտիմալ գործընկերը։
Հնդկաստանը առաջարկեց ոչ միայն համակարգեր, այլև ամբողջական փաթեթ, ռադարներ, միջին ու կարճ հեռահարության հոբ, հրթիռային հարվածային միջոցներ, համապատասխան ուսուցում ու ծրագրային ինտեգրում։ Այս մոտեցումը Հայաստանի համար իրականում նշանակում է դեպի նորընթաց պաշտպանական դարաշրջանի անցում։ AK-Shenji համակարգը ոչ միայն երկար հեռավարության խոսման ընդլայնված հնարավորություններ ունի, այն նաև կառուցված է այնպես, որ կարողանա միաժամանակ հետևել և խոցել մի քանի թիրախ ներառյալ անօդաչուներ, թևավոր հրթիռներ, ուղղաթիռներ, բարձր արագությամբ թռչող ավիացիա։ Այս համակարգի առավելությունները Հայաստանի համար. Առաջինը՝ բազմաշերտ պաշտպանություն։ AK-Shenji-ն կարող է աշխատել ինչպես նորընթաց ռադարների, այնպես էլ սեփական լոկացիոն համալիրի օգտագործմամբ։ Սա ապահովում է պաշտպանությունը ոչ միայն առաջնագծում, այլև խորքային տարածքում։ Երկրորդը՝ հարմարեցում լեռնային երկրներին։ Հնդկաստանը հատուկ փորձ ունի լեռնային պայմաններում հոբ կարգավորելու հարցում, հաշվի առնելով իր վտանգավոր սահմանները։ Այս փորձը կարող է ուղղակիորեն փոխանցվել Հայաստանին։ Երրորդ՝ հետագա արդիականացման ուղին։ AK-Shenji համակարգը նախատեսված է բաց հետկառավարման համար, ինչը նշանակում է շահգործման ընթացքում հնարավոր է կատարելագործել այն առանց նոր համալիր գնելու։ BrahMos-ը համարվում է աշխարհում գործող ամենարագ թևավոր հրթիռներից մեկը։ Այս հրթիռները նախատեսված են հակառակորդի կարևոր ռազմական և ենթակառուցվածքային թիրախների արագ, ճշգրիտ և քողարկված հարվածներ հասցնելու համար։ Հայաստանի ներկայիս հրթիռային կարողությունները հիմնականում սահմանափակ են մինչև միջին հեռահարության միջոցներով։ BrahMos-ի ներգրավմամբ Հայաստանը կարող է ստանալ գործողությունների նոր խորություն։ Պակիստան-Ադրբեջան համագործակցությունը բազմիցս քննարկվել է հնդկական հրթիռային համակարգերի դեմ հակազդեցություն ստեղծելու մեխանիզմներ։ Հնդկաստանը, ունենալով իր սեփական ռազմավարական շահերը, շահագրգռված է Հայաստան-Իրան-Հնդկաստան առանցքի ամրապնդմամբ։ Եթե կողմերը համաձայնության գան որոշ բաղադրիչների տեղական արտադրության հարցում, ապա Հայաստանը ստանում է ոչ միայն հրթիռ, այլև տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան միշտ ավելի արժեքավոր է, քան պատրաստի արտադրանքը։ Pinaka համակարգը վերջին տարիներին դարձել է Հնդկաստանի ամենահայտնի հրթիռային հրետանային համակարգերից մեկը։ Այն բնորոշում է հետևյալով. մեծ հրթիռային տարողություն, բարձր կրակային ինտենսիվություն, արագ տեղաշարժման հնարավորություն, ժամանակակից կառավարման համակարգ։ Հայաստանի համար Pinaka-ի երկրորդ խոշոր փաթեթ ունի մի քանի նշանակություն։ Առաջինը՝ արագ արձագանքման մարտական ստորաբաժանումների ստեղծում։ Pinaka-ն թույլ է տալիս շատ արագ փոխել կրակային դիրքը, նվազեցնելով հակառակորդի պատասխան հարվածի հնարավորությունը։ Երկրորդը՝ սահմանային գոտիներում առավել վերահսկելի իրավիճակ։ Ժամանակակից հրետանին ոչ միայն կրակային հզորություն է բարձրացնում, այլ նաև ընդլայնում է մարտավարական ճկունությունը։ Երրորդը՝ հրետանու նկատելի արդիականացում։ Հայաստանում դեռ երկար ժամանակ առկա էր խորհրդային D-30 և Mesta-B համակարգերի վրա։ Pinaka-ն այս ամբողջ կառուցվածքը բարձրացնում է նոր մակարդակի։ Հայաստան-Հնդկաստան համագործակցության զարգացումը անտեսանելի չի մնացել տարածաշրջանի մյուս դերակատարների համար։ Ադրբեջանը։ Ադրբեջանական վերլուծական շրջանակներում հաճախ են ներկայացվում մտահոգություններ, որ Հայաստանը աստիճանաբար անցնում է նոր հարվածային և հոբ մակարդակի, ինչը կարող է փոխել տարածաշրջանային հաշվարկները։ Թուրքիան։ Թուրքական որոշ փորձագետներ նշում են, որ Հնդկաստանը Կովկաս է մտնում հավասարակշռելու Պակիստանի և Թուրքիայի աճող ռազմավարական համագործակցությունը։ Իրանը շահագրգռված է այս համագործակցությամբ, քանի որ Հայաստանը նրա համար ոչ միայն հարևան է, այլ նաև հյուսիս-հարավ միջանցքի կարևոր հանգույց։ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ավանդական ռազմական գործընկեր, վերջին տարիներին հատվածային որոշումների պատճառով կորցրել է իր մենաշնորհային դիրքերը։ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը Մոսկվայի արձագանքը դարձնում է զգուշավոր, սակայն կանխատեսելի։